Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալում իրավիճակը բառացիորեն պայթում է և հիմա արդեն բոլոր սյուժետային գծերը մտնում են ամենավտանգավոր փուլը։ Դիանա Գրիգորյանի սցենարը հերթական անգամ ապացուցում է, որ նա սիրում է լարվածությունը հասցնել այն աստիճանի, երբ հերոսներն այլևս չեն մտածում հետևանքների մասին, այլ գործում են զգացմունքներով, ցավով ու զայրույթով։ Լեոյի որոշումը Լեային փախցնել շատերի համար էր սպասելի, բայց միևնույն ժամանակ չափազանց ռիսկային։ Նա արդեն հասկացել էր, որ Հունանի հետ խոսելով ոչինչ հնարավոր չէ փոխել։ Հունանը չի պատրաստվում ընդունել նրանց հարաբերությունները։ Ավելին, ամեն ինչ անում է Լեոյին նվաստացնելու, ճնշելու ու հեռացնելու համար։ Եվ հենց այդ պատճառով Լեոն անցնում է ծայրահեղ քայլի։ Սարիկի օգնությամբ նրանք փախցնում են Լեային։ Սա սերիալի ամենաէմոցիոնալ պահերից մեկն է, որովհետև այստեղ սերը բառացիորեն դառնում է ապստամբություն։ Լեոն այլևս չի պայքարում պարզապես հարաբերության համար։ Նա փորձում է Լեային դուրս բերել այն միջավայրից, որը քանդում է բոլորին ներսից։ Բայց ինչպես միշտ Գոյամարտում երջանկությունը երկար չի տևում։ Գրիշոն, իմանալով կատարվածի մասին, կատաղած նստում է մեքենան ու սկսում հետապնդել նրանց։ Սա շատ կարևոր պահ է Գրիշոյի կերպարի համար։ Նա հիմա գտնվում է շատ անկայուն հոգեվիճակում։ Մի կողմից փորձում է փոխվել, խոսում է սիրո մասին, ցանկանում է Մանանի հետ ապագա կառուցել, մյուս կողմից նրա ներսի ագրեսիան, հոր ազդեցությունը և տարիներով կուտակված մութ բնավորությունը դեռ ամբողջությամբ չեն անհետացել։ Նրա այս քայլը հստակ ցույց է տալիս, որ նա դեռ չի կարող վերահսկել իրեն, երբ կորցնում է իրավիճակի վերահսկողությունը։ Հետապնդումը հավանաբար վերածվելու է աղետի։ Շատ հավանական է, որ մեքենաները վթարի ենթարկվեն և ամենածանր հետևանքը լինի հենց Լեայի համար։ Այն, որ Լեան կհայտնվի հիվանդանոցում, շատ տրամաբանական զարգացում է թվում։ Սյուժետային առումով դա կարող է դառնալ միաժամանակ և դրամատիկ շրջադարձ, և ժամանակավոր դադար կերպարի համար, հատկապես հաշվի առնելով, որ դերասանուհի Անի Մեհրաբյանը որոշ ժամանակով մեկնել էր Հունաստան, սցենարային առումով հիվանդանոցային գիծը շատ հարմար լուծում է։ Իհարկե, դերասանուհին այս շրջանում արդեն վերադարձել է ու մասնակցում է նկարահանումներին, բայց ինչ-որ ժամանակով նա Հայաստանում չէր։ Բայց սա շատ նաև ծանր հարված կլինի բնականաբար բոլոր հերոսների համար։ Լեոն բառացիորեն կկոտրվի այն մտքից, որ իր որոշման պատճառով Լեան կարող է տուժել։ Նա ուզում էր փրկել նրան, բայց արդյունքում Լեան հայտնվում է ավելի մեծ վտանգի մեջ։ Գրիշոյի համար սա ևս ճակատագրական պահ կարող է դառնալ։ Եթե պարզվի, որ հենց իր հետապնդման պատճառով է տեղի ունեցել վթարը, նա վերջնականապես կհասկանա, որ իր գործողությունները ոչ միայն իրեն, այլ նաև սիրելի մարդկանց են կործանում։ Հիվանդանոցային տեսարանները հաստատ լինելու են շատ ծանր։ Հունանը բնականաբար կորցնում է ինքնատիրապետումը։ Նրա համար Լեայի անհետանալը ոչ միայն հայրական ցավ է, այլ նաև հեղինակության հարց։ Նա սովոր է վերահսկել ամեն ինչ, իսկ հիմա իրավիճակը դուրս է եկել իր ձեռքից։ Եվ հենց այդ զայրույթով էլ նա գնում է Դավիթ պապի տուն։ Այս տեսարանը շատ խորհրդանշական է։ Հունանը մտնում է այն տուն, որ տարիներ շարունակ պայքարել է իր ընտանիքի պատճառով առաջացած ցավի դեմ ու սկսում է սպառնալ։ Նա պահանջում է ասել Լեայի տեղը, հակառակ դեպքում սպառնում է սպանել։ Բայց հենց այստեղ է տեղի ունենում սերիալի ամենաուժեղ պահերից մեկը։ Ամենահետաքրքիր պահը։ Դավիթ պապը ապտակում է Հունանին։ Սա պարզապես ապտակ չէր։ Սա տարիներով կուտակված ցավի, ատելության, արժանապատվության ու դիմադրության արտահայտությունն էր։ Դավիթ պապը միշտ ներկայացվել է որպես համբերատար, խորը ցավ ապրած մարդ, բայց այս պահին նույնիսկ նա այլևս չի կարող լռել։ Նա հասկանում է, որ Հունանը վաղուց անցել է բոլոր սահմանները։ Այս տեսարանը կարող է դառնալ շրջադարձային հենց Հունանի համար, որովհետև առաջին անգամ նա բախվում է ոչ թե վախի, այլ բացահայտ դիմադրության։ Դավիթ պապի այդ քայլը հաստատ մեծ արձագանք է ունենալու թե ընտանիքների ներսում, թե հեռուստադիտողների շրջանում։ Միևնույն ժամանակ սա ավելի է խորացնելու պատերազմը երկու ընտանիքների միջև։ Լեոյի, Լեայի ու Գրիշոյի գիծն արդեն վերածվում է իրական ողբերգության։ Սերը, խանդը, հպարտությունն ու վրեժը խառնվել են իրար, և հիմա յուրաքանչյուր որոշում բերում է նոր ցավ։
Հետաքրքիր է լինելու նաև Մանանի արձագանքը, եթե նա իմանա, որ Գրիշոյի հետապնդումն է դարձել այս ամենի պատճառը, դա կարող է ամբողջությամբ փոխել նրա վերաբերմունքը Գրիշոյի նկատմամբ։ Նա արդեն մեկ անգամ փորձեց հավատալ, որ Գրիշոն փոխվում է, բայց նման իրավիճակը կարող է նորից հիշեցնել նրա վտանգավոր կողմը։ Առաջիկա սերիաներում սպասվում են իսկապես ծանր ու ինտրիգային զարգացումներ, ինչ վիճակում կլինի Լեան, կմեղադրեն արդյոք Գրիշոյին վթարի համար, ինչ քայլեր կանի հունանը դստերը գտնելու համար, եւ արդյոք Դավիթ պապի ապտակը կդառնա բաց պատերազմի սկիզբ։ Մի բան արդեն ակնհայտ է՝ Գոյամարտում սկսվել է ամենամոտ փուլերից մեկը, որտեղ հերոսները ստիպված են լինելու բախվել իրենց ամենացավոտ ընտրությունների հետևանքներին։